Մայիսի 27-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Քլերովեի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով, որ համատեղ նախաձեռնությունները մեծապես նպաստել են ոլորտային քաղաքականությունների բարելավմանն ու կարողությունների զարգացմանը։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների բարեփոխումները, ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործելավոճի արդիականացման, ինչպես նաև միգրացիոն ոլորտի ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ արձանագրված արդյունքները։ Փոխնախարարը նշել է, որ ոստիկանության բաժիններում տեսանկարահանող համակարգերի, ազատությունից զրկված անձանց տեղափոխման, նոր տրանսպորտային միջոցների ներդրումը, ընթացակարգերի թվայնացումը նպաստել են թափանցիկության, արդյունավետության եւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում նա հավելել է, որ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ շարունակաբար բարելավում են առկա գործիքակազմերը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման գործընթացին, փոխնախարար Ղազարյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ բարելավել է քաղաքացիության տրամադրման գործընթացը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 10,000 անձ արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Քլերովեյն իր հերթին բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության հետ կառուցողական համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու բարեփոխումների գործընթացին աջակցությունը։ Անդրադառնալով միետ վճիռների կատարմանն ու խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքներին, Քլերովեյը ներկայացրել է այդ ոլորտում իր գլխավորած կառույցի հանձնառությունները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ բացահայտել են հարկերից խուսափելու դեպքեր։ Բազմաբնակարան շենք կառուցապատող մի ընկերություն 2023-25 թվականների ընթացքում Երևանի Վրացական փողոցում օտարել է ընդհանուր 134 ավտոկայանատեղի եւ 1 բնակարան, առքուվաճառքի պայմանագրում նշելով իրական արժեքից անհամեմատ ցածր գին։ Այդ կերպ խուսափել է հարկային պարտավորություններից պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի 118 միլիոն 258 հազար դրամի վնաս։ Հարկեր չվճարելու մեկ այլ բացահայտում էլ արձանագրվել է Կոտայքի մարզում։ Արձանի գյուղից Աբովյան քաղաք տանող ճանապարհին գործող ավտոգազալիցքավորմամբ զբաղվող մի ընկերություն 2024 թվականի հունվարից 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հարկային մարմիններից թաքցրել է փաստացի ձեռք բերված եւ իրացված գազի իրական ծավալները, չվճարելով 43 միլիոն դրամից ավելի հարկ։ Մյուս դեպքով օտարվել են բեռնափոխադրում իրականացնող եւ միմյանց հետ փոխկապակցված երկու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշռում գտնվող 14 բեռնատարներ։ Առքուվաճառքի պայմանագրերում նշվել են տրանսպորտային միջոցների իրականությանը չհամապատասխանող ցածր գներ։ Այս եղանակով հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 17 միլիոն 248 հազար դրամի վնաս։ 3 դեպքով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մայիսի 27-ին ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը ծառայությունում հյուրընկալել է Հակոբ Կոջոյան կրթահամալիրի եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի արվեստի բաժնի սաներին։ Նելի Դավթյանը մանրամասնել է միգրացիա եւ քաղաքացիության ծառայության դերը, լիազորությունները, գործառույթները եւ կառուցվածքը։ Սաներին ներկայացվել է նաեւ պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացվող աշխատանքները, որոնց շնորհիվ արտիականացվելու է անձնագրային համակարգը եւ նոր սերնդի փաստաթղթեր են արտադրվելու։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պատանի հյուրերը եղել են ծառայության կենտրոնացված տպագրության բաժնում, ծանոթացել անձահաստատող փաստաթղթերի թողարկման համակարգին եւ հետեւել տպագրական գործընթացին։ Ծառայության գործունեության հետ կապված նրանց հետաքրքրել են մի շարք հարցեր, որոնց տրվել են պատասխաններ։
Մայիսի 22-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում թեմայով։ Մասնակցել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, ոստիկանության, շտապօգնության, մարզային եւ համայնքային ծառայությունների աշխատակիցներ։ Ուսումնավարժանքի ընթացքում խաղարկվել է 7-ից 8 բալ ուժգնությամբ երկրաշարժի սցենար, որին նախորդել է իրականացվելիք միջոցառումներին վերաբերող աշխատանքային քննարկում։ Գործնական միջոցառումների ընթացքում խաղարկվել են տուժածներին փլատակներից դուրս բերելու, հրդեհի մարման, ծխահարված եւ արգելափակված անձանց շինություններից դուրս բերման, առաջին բուժօգնության եւ աղետի հետևանքները չեզոքացնելու հետ կապված այլ գործողություններ։ Ուսումնական վարժանքի մասնակիցներն իրենց առջև դրված առաջադրանքներն իրականացրեցին արդյունավետ եւ լիարժեք։ Կատարելագործեցին փոխհամագործակցությունը կառավարման մարմինների եւ կազմակերպությունների եւ այլ ծառայությունների հետ։ Նմանատիպ ուսումնավարժությունները նաև բարձրացնում են անձնակազմի գործնական գիտելիքները, որը մեր գործում շատ կարևոր է։ Այսօրվա ուսումնավարժությունը գնահատում եմ ստացված։ Նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս մեկտեղել տարբեր ծառայությունների ջանքերը, ինչպես նաև վերագնահատել առկա կարողություններն ու կատարելագործել հմտությունները։ Ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել Հայաստանի Հանրապետության մարզերում։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 նապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, անօտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 նապատիկ 300 ապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։ Հարգելի քաղաքացիներ,
Բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։